Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Մարկոս Լամերտը, հիշեցրել մայիսին Երևանում Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի հաջող անցկացումը եւ այլ ուղղություններով առաջընթացը։ Հայաստանը որոշում է կայացրել կատարել առաջին քայլը դեպի Եվրամիություն իրենց կողմից ընդունելով ԵՄ-ի մասին օրենքը։ Դա կարևոր խորհրդանշական քայլ էր։ Իհարկե Եվրամիությանը միանալը պահանջում է հստակ սահմանված ձեռքբերումների վրա հիմնված գործընթաց, պաշտոնական դիմում անդամակցության մտադրություն ունեցող երկրից։ Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ, օրինակ կապի, առևտրի եւ շատ այլ ոլորտներում, նշել է Լամերտը։ Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոնն էլ հավելել է, որ դա Եվրամիության գրավչության հերթական դրսևորումն է։ Մենք հետաքրքրությամբ ենք հետևում դրան։ Դուք գիտեք, որ նախագահ ֆոն դեր Լայենը ողջունում եւ սատարում է Հայաստանի քաղաքացիների եվրոինտեգրման ձգտումները, նշել է պաշտոնյան։ ՀԱՊԿ չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը, պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, արդյոք Երևանը օգտվում է ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմաններից։ Նա նշել է, որ Երևանի հետ համապատասխան ոլորտներում շփումներն իրականացվում են երկկողմ ձևաչափով։ Առկա է անհրաժեշտ իրավական բազա, որը մասնավորապես նախատեսում է ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում արտոնյալ պայմաններով, ընդգծել է Աղասանդյանը։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանը չի ակտիվացնելու աշխատանքը ՀԱՊԿ-ում։ Կառույցի նկատմամբ Երևանի հետաքրքրությունը սպառված է եւ ինքն ուրախ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն կազմակերպությունից։ Ի պատասխան Կրեմլից հայտարարել էին, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե անհամակցությունն այլևս պետք չէ Երևանին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նախկինում տեղադրվածականները հեռացվել կամ ոչնչացվել են։ Իրանը տեղեկացվել է, որ նորականներ տեղադրող ցանկացած նավ անմիջապես կչեզոքացվի։ Մենք վերահսկում ենք նեղուցը եւ միջուկային խոցված օբյեկտները, նշել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ ամերիկյան կողմը նաեւ հայտարարել էր, որ մեկնարկում է Իրանի դեմ տնտեսական վտարանդի անվանումը ստացած գործողությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտնել է, որ Վաշինգտոնը կարգելափակի Իրանի կառավարության եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ Սքոթ Բեսենթը նախազգուշացրել է, թիրախում են հայտնվում նաև նրանք, ովքեր օգնում են Իրանին։ Նախարարը հավելել է, իրանական ռիալն արժեզրկվել է, երկիրն այլևս եկամուտներ չի ստանում նավթից։ Իրանն ունի երկու տարբերակ՝ լիակատար միջազգային մեկուսացում կամ վերադարձ բնականոն կյանքին, զգուշացրել է նախարարը։ Իրանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ էր պատժամիջոցների եւ սահմանափակումների խստացմանը եւ նախապես ծրագիր է մշակել։ Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Սումիի եւ Դնեպրոպետրովսկի շրջաններին, կամ վիրավորներ, վնասվել են մասնավոր տներ, վարչական շենքեր, գազատար եւ այլ ենթակառուցվածքներ։ Թիրախում են հայտնվել Կիևը, Զապորոժիեն եւ Խարկովը։ Նաեւ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի միջազգային անցակետի գործունեությունը։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ոչնչացվել է ուկրաինական շուրջ 150 ԱԹՍ, ըստ տեղական իշխանության Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աֆիպսկայա երկաթուղային կայարանի տարածքում։ Երկու մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել։ Բացի այդ, հրդեհ բռնկվել նավթավերամշակման գործարանի տարածքում։ Ռոստովի մարզում էլ վնասվել է Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը, ավելի ուշ օբյեկտի գործունեությունը դադարեցվել է։ Այս ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Պատրիոտ համակարգերի համար հրթիռների փոքր խմբականակ է ստացել, նա սակայն չի հստակեցրել դրանց քանակը եւ փոխանցող երկիրը։ Սակայն մեզ ավելին է պետք, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով Կիևը ստացել է նաեւ փոքր հեռահարության ֆրանսիական հրթիռներ հոп համակարգերի համար։ Դիանա Գասպարյան, լուրեր։